ողջույն, մենք շարունակում ենք for loop-ի հետ դիտարկվող խնդիրների լուծումը, այսօր կլուծենք հետևյալ խնդիրը, գրել ծրագիր, որ մուտքում կստանա 10 թիվ եւ կարտադրի դրանց քառակուսին։ Այսինքն, ծրագիրը պետք է աշխատանքի ընթացքում անընդհատ թվեր ստանան ու 10 հատ թիվ եւ այդ ամեն թվի քառակուսին պետք է արտածի։ Այստեղ պետք է փորձենք մեր loop-ը կազմակերպել այնպես, որ այն աշխատի 10 քայլ։ Եվ այդ 10 քայլը, որ ինքը կատարում է, այդ ամեն 10 իտերացիայի ընթացքում պետք է մի հատ թիվ ներմուծենք ու այդ թվի քառակուսին հաշվենք։ Ուրեմն ոնց նախ կազմակերպենք, որ loop-ը պատտվի 10 անգամ։ Դրա համար նախ for, այստեղ կարանք օգտագործենք in range 10, range 10 նշանակում է 0-ից 9 թվերը գեներացրու, in հերթով այդ բոլոր տարերը կդիտարկի, այսինքն 10 անգամ կպտտվի։ Եվ ամեն անգամ այս 10 պտուտի մեջ ես number կհայտարարեմ, number, որը հավասար է int input, number-ին վերագրեցինք int input-ը։ Ընտիր, եւ հիմա ամեն անգամ կարտացեմ այդ number-ի քառակուսին, այսինքն այստեղ cout կանեմ, print կանեմ ավելի շուտ, այստեղ Python-ում print number-ի քառակուսին կարանք գրենք հենց number անգամ number-ը։ Այսպես, ամեն անգամ number-ը ես կարտացեմ։ Նույնիսկ, հա, կարանք number անգամ number արտացենք, բայց նախքան դա կարանք number-ն արտացենք ու իրենց արանքում կարանք ինչ-որ գծիկել դնենք, որ ավելի գեղեցիկ տեսնենք, այսինքն սեփը հավասար է այսպեսի ինչ-որ բան։ Հիմա սա ոնց է աշխատելու, տեսեք, ինքը for այստեղ ուշադրություն դարձեք in ես չեմ օգտագործել ներսում, այսինքն range-ը գեներացրեց 0-ից 9 թվերը, ի միջոցով ես անցա այդ 0-ից 9 թվերի վրայով, բայց ես այդ թվերը այստեղ ներսում չեմ օգտագործում, դա լրիվ նորմալ, որտեղ range-ի նպատակը այս խնդրի համար միայն փորձի ցիկլի իտերացիաների քանակն ապահովելն է, այդքան բան, թե մյուս խնդիրներում մենք այդ արժեքներն օգտագործում ենք, բայց այստեղ միակ նպատակը range-ի դա իտերացիան, ցիկլի իտերացիաների քանակն ապահովելն է։ Արդեն ներսում ես լրիվ ուրիշ գործողություն եմ անում, որը կապ չունի այս իմ range-ի տարերի հետ։ Պատական թվեր եմ ներմուծում ու պատական, այսինքն user-ը թվերը 10 հատ ներմուծում իր ցանկացած եւ այստեղ հաշվում իրենց քառակուսին։ Ու այստեղ գրել եմ number, այսինքն n թիվը, որ ինքը ներմուծեց, number-ի քառակուսին հաշվել եմ եւ իրենք սեփով բաժանում եմ իրար միջև, որ ավելի գեղեցիկ տեսնեմ։ Հիմա եկեք աշխատացնենք սա։ Ներմուծում եմ թվեր։ Ուրեմն ներմուծում եմ թիվ ու տեսեք թվի քառակուսին տպում է 4, 4-ի քառակուսին 16 էր, 5, 5-ի քառակուսին 25, 1, 1-ի քառակուսին -1, 0, 0-ի քառակուսին 0, 8, 8-ի քառակուսին 64, 5 նորից 4, 6, 3, 2 եւ ահա վերջացեց։ Տեսեք, ինքը ոնց աշխատեց, ինքը ներմուծում է թիվը ու թվի քառակուսին հաշվում տալիս է քեզ։ Թվի քառակուսին հաշվեց տվեց մեզ։ Սա այն է, ինչ որ մենք ուզում ենք լուծել։ Այստեղ ուշադրություն դարձրեք, որ մենք for-ի loop-ի մեջ կարանք նաև թիվ ներմուծենք։ Ու այստեղ կարանք իրականացնել կամայական գործողություն, ինչ կարանք իրականացնել loop-ից դուրս, ինչ որ մենք անցել ենք, այդ ամենը for-ի մարմնում գոյություն ունի, հնարավոր է կարող ենք կիրառել։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել մեր վիդեո դասերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։